Three, four, five. Look out! Ալեքսեյ Իգնաշև և Բժորն Բրեգի Աշխարհահռչակ մենամարտեր, հզոր հարվածներ և իհարկե աշխարհի ամենաուժեղ և ամուր մարզիկները։ Ողջույն հարգելի մարզասերներ, այսօր դուք կրկին հնարավորություն ունեք դիտելու նոր սերնդի կողմից ամենագնահատված մարզաձև K1-ի մի քանի վարժություններ։ Եվ այսօր այդ առիթով այստեղ ենք հրավիրել Unfighting Ֆեդերացիայի մարզիկ Արտուր Աղաջանյանին։ Ողջույն Արտուր։ Հարգելի բարեկամներ, քիչ առաջ դիտեցինք Ալեքսեյ Իգնաշևի կողմից կատարված հարվածները։ Ներկայացնեմ այդ հարվածները։ Ալեքսեյ Իգնաշևը առաջին հարվածը կատարեց ձախ լոու-քիք հարվածը։ Այնուհետև ձեռքի ձախ աջ ուղիղ հարվածներից հետո նոկաուտի հասցրեց աջ ոտքի հայ-քիք հարվածով։ Այսօր Արտուրի հետ միասին կներկայացնենք, թե ինչպես պետք է տեղի ունենան այդ բոլոր հարվածները։ Առաջին հարվածը ներկայացնեմ ձախ լոու-քիք հարվածը։ Հարվածը տեղի ունենում 3 փուլից։ Առաջին փուլում ոտքը ծունկը բարձրացնելով հնարին չափ վերև, երկրորդը կատարում ենք պտույտ կոնքով և երրորդը բացքելով ոտքը կատարում ենք լոու-քիք հարվածը։ Այնուհետև ձեռքի ձախ աջ ուղիղ հարվածներից հետո նոկաուտի հասցրեց աջ հայ-քիք հարվածով։ K1-ը հարուստ է նրանով, որ պետք է կարողանաս ոտքի և ձեռքի հարվածները ճիշտ կապել միմյանց հետ։ Ինչպես կատարեց Ալեքսեյ Իգնաշևը։ Ցանկանում եք հաղթել այսօրվա մեր դիտած հերոսի նման, ցանկանում եք մարզվել նոր սերնդի կողմից ամենագնահատված մարզաձևով, ապա զանգարեք հետևյալ հեռախոսահամարով և եկեք մարզվենք միասին։ Ձեզ հետ էր Unfighting Ֆեդերացիայի մարզիկ Արտուր Աղաջանյանը և Հայաստանի K1 Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը։ Եղեք առողջ և հետևեք մեր հաղորդումներին, մինչ հաջորդ շաբաթ նույն ժամին ATV-ի Դինամիտ հաղորդման շրջանում։